Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, Արիոր։ Այսօր կարելի ասել արտահերթ նկարահանում ենք անում, կախված մեր հարավային հարևանի երկրում տիրող իրավիճակից։ Իրանի մասին է խոսքը լինելու։ Դրա համար օրը արժե նշել, որ հանգարց չասեն ժամանակը վրեպա բան, այսօր ամսի քանիսն է, 4-ը։ Այսօր ամսի 4-ն է, մարտի 4-ն է, երեկոյան ժամը 8:30։ Ու այդ ամեն ինչը ինչի համար ենք նշում, այն մյուս հաղորդումները, որտեղ ժամանակը այդքան արդիական չի, ասենք, երբեք օր չենք նշել, բայց հիմա կարևոր է, որտեղ կարող է ամսի 5-ին շատ բան փոխված լինի, հաղորդումը դուրս գա խոսքի 5-ին երեկոյան, ենթադրենք։ Իրականում ինձ թվում է, հա, այստեղ ինչ-որ բաներ կասեն կորուստների հետ կապված, այդ է փոխվելու, բայց թե որ խոսանք գլոբալ բան էլ փոխվի։ Կարա։ Վերջապես պատերազմի մարախողը շատ բան թույլ չի տալի, որ տեսնենք։ Իսկ հիմա եթե տեսնենք, հնարավոր է կանխատեսենք էլ, բայց լիքը բան չես տեսնում։ Իրականում չպետք է մենք կանխատեսենք, քանի որ ունենք արտաքին հետախուզության ծառայություն, որը իր զեկույցները միշտ ամեն ինչ լավ է, ես ինչքան կարդացել եմ։ Իրանում ամեն ինչ լավ։ Դե Հայաստանի շուրջ էլի։ Հա։ Արտաքինը Հայաստանի համար, Իրանում եթե շատ վատ է լինում, չի կարա Հայաստանի վրա չազդի, էլի։ Իսկ ինչքան գիտեմ, շաբաթ օրը կայացած մեր բանը գերատեսչությունների մասին երևի հետո համառոտ կխոսանք, շատ համառոտ։ Հիմա արժե ասել, որ հերթական նավթի ձեռքբերումն է փորձում ապահովի Միացյալ Ամերիկայի Նահանգները բանը իրանց տրանսնացիոնալ կոմպանիաների համար, ոնց որ եղավ Իրաքը, ոնց որ 2 ամիս առաջ եղավ բանը Վենեսուելան, հիմա Իրանի նավթի հերթն է եկել եւ այդ քաղաքական տնտեսական բանի մասին կարճ ասեմ, հետո նոր կանցնենք ռազմական բաղադրիչներին։ Շատերին թվում է, թե Օրմուզի նեղուցը որ փակվում է, դա հիմա Ռուսաստանի մի ուրիշ ձևի դամակ խփեն, այտենց բան չկա, ռուսական տնտեսական էմբարգոն, ասենք որ նավթի արտադրողների վրա էլ է տարածվում, օրինակ Հնդկաստանին ստիպեցին, որ ռուսական նավթից բան անեն, պրծնեն, էլ ռուսական նավթ չվեգալեն, փաստորեն այս գնաճը որ եղավ նավթերի, նավթի այդ բարել բոշկեն, ասում են ինչքան էր 200 լիտր ինչ էր, 10 քանի տոկոս թանկացել է, այդ թանկացումներից օգտվելու են միայն ու միայն Ամերիկան, զարմանալի է, բայց Ադրբեջանն էլ է։ Հա, թուրքերն էլ, հա։ Ավելի Ադրբեջան ասեց։ Հա, դու գանք։ Այսօր պատրաստված եմ եկել։ Բայց հիմնական բանը օգտվողը, քանի որ թուրքերի նավթի տոկոսը այդքան մեծ չի թուրքական նավթում, հիմնական օգտվողները այդ տրանսնացիոնալ բանը կոմպանիաներն են, որոնք որ ոնց որ ասած մուծվում են Ամերիկայի կասայի մեջ։ Այդ է սաղ իմաստը եղել եւ բանը Օրմուզի նեղուցի փագելը կարճ ասած հիմա աշխատում այն ոչ արաբական նավթերը, աշխատում ամերիկյան սլանցվի այդ ոնց կլինի հայերեն, այդ որ քարերից ստանում են այդ նավթը, որ բնության հերանոցել Վենեսուելայից հանած Տեխասի ու մեքսիկական, ասենք ծովածոցի ամերիկյան նավթը, Վենեսուելայի նավթը, Ինդոնեզիայի նավթը ու վերջ։ Էլ նավթ չկա, որ այս պահին աշխատում է ու գերշահույթներ են ունենում, այդ մեր թվարկած բոլոր նավթերը, բացի ռուսականից, ամերիկյան տրամադրության տակ են։ Ամերիկյան հաշվապահն է հաշվում այդ նավթի եկամուտները։ Իսկ իրականում նեղում են նաև անգլիացիներին։ Որովհետև Անգլիան մի ուրիշ ձևի ներկա է, ասենք արաբական նավթերի մեջ, չնայած ընդ ամերիկյանն էլ է բան, բայց խոսքի նույն Մեքսիկայի, մեքսիկական ծովածոցի եւ Տեխասի նավթը ծախելով ինքը այնց շահույթ է ունենում, որ իր արաբական փայերը իրան այդքան կարևոր չեն։ Մեկ էլ կորած տեղ չի։ Անգլիացինը փայք ունենա իրանց մոտ, ուղղակի այդ հարաբերակցությունը չի հարաբերությունները, մանավանդ British Petroleum-ը, որ բանը այդ ծովածոցում տրակեց, բանը այդ բանը
նավթահորը ծովի վրա կանգնած հսկայական տուգանքներ, BP-ն լուրջ կորուստներ կրեց ամերիկյան, ասենք, իր տարբեր բաների մեջ, կոնցեռների մեջ ներկայության առումով, հսկայական, ինչքան հիշում եմ 500 միլիարդ էր, 50 միլիարդ էր, այդքան տուգանք մուծեց։ Լավ, հիմա գանք բանին, ռազմական բաղադրիչին։ Երկրորդ պետությունն էլ է, էլի ներկա Իսրայելը։ Ամերիկայի շահը հասկացանք ինչի համար է ինքը հորինում, որ Իրանը ատոմային ռումբ ունի։ Ես քո հետ այնքան էլ համաձայն չեմ, որ Իսրայել այս հարցում Իսրայել պետություն կա։ Իսրայել պետությունը ավելի շուտ 51-րդ նահանգն է Ամերիկայի, որովհետև սխալ կարծիք է, որ Իսրայելն է ստիպում Ամերիկան սենց անի, նենց անի։ Հիշում ենք, չէ, որ բանը այսենց սպիտակ փոշի ցույց տվեց Բուշի բանը այն գեներալը, պրեզիդենտ Բուշի գեներալը Պաուերս էր, ինչ էր, որ Իրաք մտան, թվում է թե հանրապետականների վաղտ մտան, դեմոկրատները ասին ամոթ բան ընդ, բայց եկան իրանք խոսքի ավելի երկար մնացին, քան Բուշի ժամանակ։ Բուշը մտավ, չեմ հիշում, 2003, հա, երևի։ 2000 քանիսին փոխվեց, 9-ին, 10-ին, հա, մոտորապես։ Դրանից հետո 10 քանի տարի արդեն դեմոկրատների վաղտ պահվեց։ То есть բանա սուտա պետական եւ ազգային շահերը շատ ավելի կայուն ու հաստատ ունեն ու ոչ մի քաղաքական ուժ նորմալ երկրներում փոխվելուց այդ ուղղությունը չի փոխում։ Փոխվում է այդ ուղղության մեջ, ասենք, քիչ թե շատ տեմպերը, արագությունները, մի քիչ ավել փոխսրան, մի քիչ զենք սրան եւ այլն։ Այ ոնց որ ասենք Տրամպը եկավ դեմոկրատներից հետո, սաղ ասում են հեսա Ուկրաինային ոչ մի բան չի տա։ Ամեն ինչ նույնը տալիս է, ուղղակի մի քիչ ժամանակով ուշացնելով, մի քիչ եվրոպացիներին ասելով սրա համար փող տվեք։ Նույն բաները, հետախուզական տվյալներ, բան, սա նույնն է, կարճ ասած, էդի Հայաստանի պես ես կոպիտ եմ ասում, բայց նեղացեք, մի նեղացեք, կիսաչմո երկրները, իսկ մեզ քիչ է մնում ամբողջությամբ չմո երկիր կարգավիճակը ստանանք, հա, կիսաչմո երկրները հաճախ չկա այդպես բան էլի, որ հաստատում ազգային շահերը պահում են։ Դե դրա համար կարող է մարդ փոխվի ու ասես կտրուկ քաղաքականությունը ուրիշի շուռ գա, բայց լուրջ երկրներում այդպես չի լինում։ Լուրջ երկրներն է դե խոսքի երկրագնդի վրա շատ չեն, երևի 10-15 հատ երկիր լինեն, թե չէ։ Ռազմական թեմաներին անցնենք։ Ինչ ես ընդհանրապես կարծում, Ամերիկան իր բոլոր սատելիտներով, այդ թվում Իսրայելով, այդ թվում Սաուդյան Արաբիայով, ասենք, ինչ ռազմական խնդիրներ ա լուծում, որ կարողանա տիրի նավթին եւ մնացած ընդերքի հարստություններին, ասենք, Իրանի։ Իրականում ռազմական խնդիրները արդեն նավատորմը մեծ նավերը վերացրեց ըստ իրանց կենտրոնական հետախուզման վարչության։ Ինչի համար նավատորմը կարծում ես, որ Օրմոզի նեղուցն է, յանի ուզում բացի, բայց չես բացի, որովհետև նավերով չեն փակում, բացի այդ մոսկիտնի այդ մոծակային բանը։ Ընթացքում անդադար ռմբահարում են, ռմբակոծում են բաները, կսիրի բազաները հեղափոխության պահապանների կորպուսի իրանց ռակետնի չաստերն են վարի տվել ու արդեն սկսել են հարվածել ատոմային բաներին։ Մենակ այդ չի։ Ինձ թվում է ռազմական առումով Ամերիկան փորձում է ամենակիչը ապահովի իր նահանգներից մեկին չխփելու, ասենք, բանը, միանշանակ, դա է ապահովում, իրան չեն մտածում, որ իր բազաներին է խփելու։ Որտեվ օդում իրանց մենամարտը ավիացիաների աբսուրդ է, այսօր իմիջայլոց եղել է Յակ 130-ի հետ F-35 որը անհամեմատելի է։ Յակ 130-ը ինքնուսումնական ինքնատիպ է, կարելի ասել ռազմական ուղղակի երևի օդում է եղել, Թեհրանում է եղել, դե պարզա մի անգամից խփել են, դες բան երբևիցե չէր եղել էլի իրականում։ Չի եղել 5-րդ սերնդի ինքնաթիռը
կռվի, ես իմ Դե երկրորդ օթապարիկի է խփել 19-րդ դարի օթապարիկի է խփել, ոչինչ, լավ արել, առաջի խոցումն է, բանա, այդ որ F-35-ը օթային մարտում։ Բայց ամերիկան ռազմականը միանգամից քաղաքականի հետ է բանանում, կսիրը այդ հեղափոխության պահապաններն են իրանց վերացնելով հույս ունի իրանց ասած ռեժիմը այաթոլաների թուլացնի, որտեվ միանգամից կսիրը ենթարկվում է բանի։ Դա ավելի շատ ռազմաքաղաքական խնդիր է։ Այդ խնդիրն է միանգամից լուծում։ Ռազմական խնդիրի հարց բարձրացրիր, նավատորմը վերացնելը, բայց ավելի կարևոր է իմ կարծիքով հրթիռների, ասենք, այդ շարժական բանա կրակող սարքերը։ Դե իրականում միանգամից բոլորը անում է, Իրանք հունիսյան 12 օրվա Իսրայելա-իրանական առճակատման կամ պատերազմի ժամանակ վերացրեցին, կարելի ասել, իրանական հոբ համակարգը եւ հրթիռներին փորձեցին արտադրելուն, վերարտադրելուն, ասենք, գործարանների խփեցին հասցրեցին։ Ու այս հիմա ցույց է տալիս, այս պատերազմը ցույց է տալիս, որ չեն հասցրել վերականգնել։ Ինչքան էլ ասում են հետախուզությունները Պարսկաստան ուսումնասիրող պնդում են, որ 3-ից 8000 հրթիռ, որ Իրանը ունեցել է, հնարավոր է մինչև 8000, ինքը չի վերականգնել կրակած քանակն, ինքը չի վերականգնել այն քանակը, որը որ կրակել էր, ասենք մոտ 500 հատ կրակել էր, հիմա գնահատում են 2500-ից 3000 բալիստիկ հրթիռ որ ունի։ Եթե մինիմումով գնանք, գնահատվում էր, որ 2.5 է դարել, ու 2.5-ը հիմա քիչ-քիչ պակասում է։ Բայց որ նայենք հիմա ինքն էլ ինձ թվում է բանա նավատորմիկը, որ Ավրահամ Լինկոլնի շուրջ հավաքված է, ինքը խոցել է այդ նավերը ոչ միայն Օրմուզը բացելու անգամ, ինչքան հրթիռ տեղափոխող, հրթիռ կրակող նավերն է վերացրել, որտեվ իր համար առաջնահերթությունը ինձ թվում է այդ բանա, գիտես ոնց, Դավիթ Գոլիաֆի պատմությունը հիմա կրկնվում է, ինչով Գոլիաֆը փորձում է այն դիստանցիայի վրա, ասենք, աշխատի, որտեղ որ Դավիթը իր քարը չի հասնում։ Իր քարը չկարնա, ասենց հերվից խփի։ Բայց շատ ինֆոգրաֆիկաներ կան Իրանի ունեցած հրթիռների հետ կապված, մինչև 2000 կիլոմետր խոցող հրթիռներ ունի, էդի բալիստիկ հրթիռների մասին է խոսքը, չհաշված թևավոր հրթիռները։ Թևավորները կան, այնտեղ անօթաչուները, որտեղ ու մինչև 5000 կիլոմետրը շախիդը ոնց որ թռնում։ Այդ ինչ քանակ ես ասում, այդքան շատ։ Չէ, ոնց որ։ Դե այդքան չեն թռցրել, բայց այդքան ասում էին, եթե չեմ սխալվում։ Այդ եթե ընդհանրապես պալթուցիկ չդնեն, մենակ վառելիք դնեն, կարող է այդքան։ Փաստացի հիմա հասնում է Կիպրոս էլ է հասնում, դա արդեն 2000 կիլոմետր է հեռու Իրանից։ Մի քիչ անցնում է։ Բայց շահիդներով է այն կողմ գնում, էլի։ Դու նույնիսկ չէ, այս վերջը Լիբանանինն էր, որ բանից կրակեցին Թուրքիայի վրա, այսօր հայտարարություն եղավ, որ գիշերը փորձել են Թուրքիայի ամերիկյան բազաներից մեկը խոցեն։ Ինջերլիկին փորձել են խոցել, բայց Լիբանանից Հեզբոլլան, ենթադրվում է Հեզբոլլան, բայց քանի որ 51-րդ նահանգը Ամերիկայի Միացյալ Նահանգների հաճախ ցած շատ խորաժոպեստ բաները անում։ Ու արդեն Իրան բռնել են, որ Իրան Սաուդյան Արաբիայում են արդեն թաթիկներից բռնել, որ ինքը այդ թաթիկով այդ ժամանակ փորձում էր իրանական հարձակման կամ իմիտացիա հարձակման, ասենք, ինչ իմիտացիա, ուղղակի դիվերսիա էր պատրաստում։ Դիվերսիա էր անում, որ բրթեր բանաներ, էլի, գցեր բանի ջեբը։ Իրանի ջեբը։ То есть լրիվ մուսարսկոյ խոդ էր արել, էլի, որ մուսորը բան անում, խեղճ մարդուն բռնում է, նարկոտիկը գցում է ջեբը, ասում է համ գրի, համ էլ կեր։ Բայց արի վերադառնանք բանին, այդ հարաբերակցությանը ուժերի տարածքում միաժամանակ աշխատում է 200 ինքնաթիռ բանի կողմից։ Դա Ամերիկա, իսրայելական տանդեմի կողմից։ Իսրայելը քանի որ մենակ չի գործում, ոնց որ 12 օրյա, ասենք, այդ սարացումների ժամանակ, Էդի դազապրավչիկները հիմա արդեն օգնություն են կանչել, Ամերիկայից գալիս գնում են, իրանց հաշված չի։
Չէ, իսրայելական բանի հետ եմ, որ այն ժամանակ, երբ որ Իսրայելը մենակ էր, ասենք մոտ 100-120 բորտ էր, ասենք այդում գրոհում Իրանի տարածքը, հիմա այդ 100-120-ը չի հանելոտ։ Ոնց որ թե Իսրայելը ընդհանուր մասնակցում է 30-ից 50 ինքնաթիռով։ Ամերիկան է փողը ծախսել, 1000 տարի պետք չէ դա անի։ Կքշի էլի ինչ պետքա։ Բայց կորուստերի մասին, այսքան Hermes ոնց որ այս պատերազմի ժամանակա խոցվել չի եղել։ Հա ու գիտեք, չէ՞ մեր մատը խառն է այդտեղ։ Հա, Որովհետև Hermes-ը խոցվեց մեզ 20 թվականի հուլիսին մեզ կուտ տվին, մենք մենք գրեք տվին, որ մենք կարանք Hermes խփենք ասայով։ ասայով։ Դրա հաշվին, ասենք, մենք արխայնացել ենք, մտածում ենք, հեսա Հորդանանի ասան կարդիականացնենք, ինչքանով ենք կարդիականացրել, կարանք վաղուին խոսցնենք այդ թեմայով, որտեվ ինքը ասայի դասակի հրամանատար ա եղել, բայց չեթանք այդ թեմայի մեջ։ Մեզ կուտ տվեցին, Hermes-ը իջացնելով թույլ տվեցին, որ մենք խոցենք, որ մենք արխային ելնենք, որ անօթաչուներով եւ ասենք ժամանակակից այդ օթում թուրքերի աշխատելու հնարավորությունները իրականում փուչի կա։ Եվ մենք 20 թվականին դրա համար ասենք պատժվեցինք, բայց այդ Hermes-ը հայտնվավ մեր ձեռքում ինչ որ ձևով կամ ռուսների կամ չգիտեմ ում միջոցով Ռուսներն են տարել հաստատ, ռուսների միջոցով է ոնց հասկանում են Իրանին ինֆորմացիա է գնացել Իրանին եւ հիմա ինֆորմացիան ունենալով արդեն քանի հատ 4 հատ 3 կամ չէ 4-5 են հայտարարում, բայց 3 հատի վիդեոն ու նկարները կա, Hermes-ները, չհաշված ամերիկյան այդ MQ-9-ները, որ խփում են, այդ էլ ասաներով չես խփի։ Hermes-ի ցեղից է էլի ոնց որ ասած նկատի ունեմ բավականին բարձր աշխատող անօթաչու թռչող սարքա։ Իսկ բանի հիմա Իրանում մնացած թղթերով որ մնացել է այդ հոպը Tor M1-ներն են ու S300-ները, իմպորտնի վերսիաները։ Որոնք էլի բավականին լուրջ Հա, S300-ները իրականում ինձ թվում է չի էլ մնացել, որտեղ ստացիոնար են, բոլորին 10 կորեային խփել են, որը մնացել էր արդեն այս բանին է խփել։ Տորերին դե դժվար է շարժվող են ու չեն օգտագործում համարյա, կոնկրետ թիրախային են օգտագործում Իրանը։ Որտեվ հենց Թեհրանի վրա վիդեոներ կա, ոնց են առանց խնդիր անօթաչուները թռնում հակառակորդի, նշանակում է հոպը չկա։ Կամ էլ օգտագործում են թիրախային ավելի կարևոր բաներին են խփում։ Ավելի կարևոր բաների համար պահում են, կամ էլ կուտ են տալի, որը դրանք արխայնանան, Ինչն է լավ, ավելի ներքև իջնեն։ Այս պարսկական հետախուզությունն էր աշխատել տարածաշրջանի ամերիկյան հզոր ռադիոլոկացիոն կայան են վերացրել, որը 2 հատ։ Մեկը բանի հոփ համակարգի մաս էր, այդ տհադի մասը իր լակատռներ, ինքը մոտ 500 միլիոն արժողություն է ունեցել։ Մյուսն էլ 1.1 միլիարդ համակարգի անունը։ Մեզ թե 900 միլիոն։ Ո՞վ միլիարդ։ 1.1 միլիարդ այն FPS 132 քաթառում որ խփել են այդ ու ոնց որ թե մի $30,000 սարքով։ Հա, տեղը կարևորը իմացել են ինքը ինչ էր անում, ինչ օգուտ էր տալի ամերիկացիներին։ Ոչ թե որ ամերիկյան սարքա խփվե, ինձ դուր է գալի, երբ որ ասենք հարուստը մի քիչ հաբրգում, ասենք Bentley բան, մեկը հաշվի չի առնան, որ այն Զապարոժեցով կարան գան իր Bentley-ին ծխեն, էլի։ Պետք է այդպես բաներ հաշվի առնեն, որ օրինակ Պարսիկը այդ առումով ինձ շատ դուր է գալի իր մոտեցումը, որ ինքը հասկացել է բարձր տեխնոլոգիայով չի հասնում, քանակականով է փակում դա։ Ու իսրայելական ժիլեզնի կուպել ինքը քանակով է ծակում, 10 անցած տարի ցույց տվեց, որ հնարավոր է, հիմա այնքան ուղարկեց եւ սոտոկի արագություն։ Դե արագություններով էլ է արդեն անում։ Հաշվի առնելով, որ հակահրթիռային համակարգերը կոնկրետ արագություններ ունեն, էլի իրականում։ Իսրայելի համակարգը, այդ ժիլեզնի կուպոլը, ինքը հակաօթային է։ Պլյուս ընդ ուրիշ բան էլ կա, ինքը երբ որ մի հատ ուղարկում է, ասեք մի հատ շահիդ խփելու համար, որպեսզի խոցելու հավանականությունը մեկի մոտենա, հակաօթային միջոցները 2 հրթիռ են բաց թողում։ Այդ մեզ լսողներին մի հատ համառոտ բացադրել, խոսքի օրինակ ASA-ի կոեֆիցիենտը ինչքան հիշում եի 0.6 է, չէ՞։ 0.6 է, բայց երբ որ 2 հրթիռ էր բաց թողում, դառնում է 0.8։ Նո, եթե հրթիռները իհարկե
լավ վիճակում են, էլի, թվում է։ 0.8-ա դառնում 2 հատով։ 0.9 էր գալիս, 0.9 հավանականությունը համարյա բայց ասայի համար նախատեսած բաներ էլի, ասան 70 թվերի տեխնիկա, այդ ժամանակ 5-րդ սերնդի բան չի խփին։ Համապատասխան 80-90 թվականի տեխնիկան ցանկացած հիմա պետրիոտներ են սարքը մի քանի տասնյակ տարի առաջ որոշ բաներ հաշվի առնելով են սարքում եւ ասան անգամ 70-60 թվերի ռազրաբոտկա 90 թվերին ասենք արտադրության մեջ մտած եւ 90 թվականի ասան մեր ձեռը եթե հայտնվել է ինքը 90 թվականի տեխնիկան արդեն 1-ից 1 կարում էր խոցեր արդեն չէ հլվոր 2000-ին էլ կարար լուրջ վնաս տար չէ խոցելու բանը հավանականությունը իջել է զուտ հրթիռների ամբիտան որակական հաշվին դե մեկ էլ ասենք ժամանակակից ինքնաթիռների եւ հրթիռների արագությունները մանևրը բանը հիմա ի՞նչ է կատարվել բանը Իրանը իր էժան բալիստիկ հրթիռները էժան անօթաչուները ուղարկում է ու իր վրա արաբական այդ մերձավոր արևելքի արաբական թերակղզու երկրները ծախսում են պետրիոտի հիմնական հրթիռներ որքան հիշում եմ այնպես միլիոնին մոտ թիվեր մի հատա չէ որը կրկն Էրիկ չի ինքը ամեն մեկի վրա 2 հատ էր ստիպված ուղարկում պետրիոտինը բանա արդեն 0.6 չի 0.7-ա ինչքան հիշում եմ կոեֆիցիենտը խոցելիության բայց 2 հատ մեկը պետք է ուղարկի որ 0.94-ից բարձր կամ 0.96-ից բարձր չի լինում թող խոցեն բայց այդքան պետրիոտի հրթիռ չի արտադրվում ուղղակի իրանք արդեն ես տանում եմ գումարին ապեր դե հələ միջև գումարը 30,000-ով խփել միլիարդ է 2 հատ միլիոնանոց սարքով խփել 30 լավ 100,000-անոց ասենք բալիստիկ հրթիռը դե հիմա փողայինով որ նայես ծախսել է մոտավոր մի 150 միլիոն պարսիկները իսկ իրանց դեմ չէ 150 չէ կներես 250 միլիոնի կարգի է ծախսվել ու իրանց դեմ արդեն միլիարդը անցել են միլիարդ անցել է դա պաշտպանվել է մենակ ես հարձակումը չեմ ասում այդ 250 միլիոնի օգտագործած հրթիռների շահերն հա դա չեմ հաշվում բաները որ իրանց ինքնաթիռներով են կործանիչ ավիացիանա ոչնչացնում օդում դրանք հաշված չի զուտ մենակ հոպի հրթիռները էտել արաբական երկրների Եթե մենք ֆինանսականի մասին խոսում ենք, ֆինանսականով ինքը լավ վնաս է տալի ահավոր տիպի։ Նայեք, հարուստ երկիր, աշխարհի փողերը տպող, երբ որ պետքա մի 2-3 տրիլիոն, ասենք շաբաթ-կիրակի աշխատողներին տուն չի թողում, 2-3 տրիլիոն ավել են տպում, այդ երկիրը մեկը ինչքան էլ ստանոք աշխատի, այս տեմպերով ինքը անընդհատ ֆինանսապես բալանսը թեքվելու է օգուտ Իրանին։ Խնդիրը ուրիշ բանի մեջ է, ինքը հսկայական հարվածներ է հասցնում, ասենք, հսկայական կորուստներ է տալի Իրանին, միևնույն ժամանակ Իրանում այս պահին կա մի հատ ստրատեգիական օբյեկտ, դա ատոմակայանն է Բուշերի ատոմակայանը, հա, բայց երեք Բուշերին է ատոմակայանին չեն ռմբակոծել, դե պատահական կարա 15 կիլոմետրը պատահական չի իրանց դեպքում մեկը մեդիան իրանց ձեռն է կարան պատահական համարը բայց մեկը այստեղ ուրիշ բան կա էլի այնտեղ ռուսներ են աշխատում բացի դրանից Պանդորայի արկղը որ ատոմակայանի վրա հարված միջև օրս ոչ մի ահաբեկիչ խմբավորում դա նույնիսկ չի փորձել ատոմակայան գրավի շատ մարգինալ կռիչկեքը թռած անիմաստ մարդիկ ովքեր որ ի վիճակի չեն նորմալ բան պլանավորել հնարավոր է պլանավորման ստադիայում ձերբակալված լինեն հնարավոր է չեմ էլ լսել ճիշտն ասած փորձարկումներ ատոմակայանի զախվատ արելա չգիտեմ ալֆան 92 թվին թե 91 թվին այտենց պարապմունքների ժամանակ հա բայց ատոմակայաններին չեն խփում որտեղ հələ պատկերացնում եք դա ինչ դուր է այսինք Հիրոսիմայի եւ Նագասակի խոցումը դա դուր էր որը որ բացեց աշխարհը Ամերիկայի ձեռներով հետո սարսափած փագեցին հիմա այդ դուրը բացելու ցանկություն ունեցող մարդը ոչ թե պարսավանքի կենթարկվի աշխարհով մեկ բան ինքը դրատակից ոչ մեկ դուրս չի գա այդ արկղը ոչ մեկ
Ոչ ոք, այն որ բանա ռուսը կլաուզա էր անում, թե բանա Զապորոժիայի ատոմակայանին ուկրաինացի կրակում են, դա նոնսենս էր։ Դա բետոնի վրա, ասենք, հրաձգային զենքով կրակել են, որ ընդհանրապես վնասել չի կարա տա։ Զուտ ընդրա համար, որ ուկրաինացիների վրա բան լինի, խոսակցություն բացի։ Կարար հակառակը լիներ, որտեվ իրանք երկուսն էլ իրար արժեն, էլի, երկուսն էլ Իվան են, մեկը Մոսկվայից, մեկը Կիևից։ Կարար հակառակը լիներ, ուկրաինացու ձեռը լիներ, բանա ինքը կրակեր, վրոդի ուկրաինացի, բանա ռուսնա կրակել, ու ներկայացներ զուտ քֆուր քյաֆար, ասենք, որ լսեի ռուսների հասցեին։ Արի վերադառնանք Կարճ ասած, Բուշերին խփելուն չեմ հավատում։ Հա, ու ի դեպ, մերը ոչ թե տեղեկատվական հիմա բանա հաղորդում, զրույց այդ թեմայի շուրջ։ Մի քիչ անալիզով ինչ կարա լինի, էլի, ու երևի արդեն անցնենք ինչ վտանգներ կարա լինի Հայաստանի համար, որտեվ եթե ռազմական վտանգներ, թե անվտանգային։ Չէ, անվտանգային ավելի լավ է, դրա մասին խոսենք, որտեվ ռազմական վտանգ, եթե սենց շարունակվի, հələ որ շատ հեռու է։ Մի ասամ, տես չի։ Պետք է Սիրիա դառնա վերջի տարիների Սիրիան։ Նա ինչի հետ եմ խի տենց չի, որովհետև բանա Ես չեմ հաշվում, որ մեր սիրելի հարևանը Բաքվի մեր թուրքը մեզի կաղաձեր երկու տա։ թուրքերը ասած կասկածելի ձևով հանգիստ են իրանց սահմանը պահում։ Այն մեկը Իսրայելի յետույքում տեղավորված, այն մեկը Ամերիկայի։ Չնայած երկուսն էլ Անգլիային են ծառայում։ Բաքվի թուրքերը իրանց բաները բերել են արդեն Իրանի սահմանի մոտ շատ ուժեղացված ծառայություն ա Հա, գնում։ բայց մեկը սահմանը խախանդ է։ Զորամասերը դե պետք է տենան քանդվում է, իսկ հələ որ նայում ենք ռեժիմը, ընդեղի եղած ռեժիմը չի Իսկ դա քանդվում։ մենակ խնդիրը։ Դե խնդիրներից մեկը Թուրքիան հաշվի առնելով որտեղ մտնում է, ինքը արդեն քանդված երկիր է մտնում, որ քանի հոգի գերմանացի է դատվել 1941 թվականին մայիսի 15-ից մինչև հունիսի 21-ը Գերմանիայում նացիստական սովետա-գերմանական սահմանի վրա ինչ որտեղ չթույլատրված բան անելու համար։ То есть գերմանացին մաքսիմալ պասիվ էր պահում սահմանը, անգամ դատել է 7 տարբեր զինվորականների, այդ թվում մեկ սպայի, որ այդ խեսը տենց ակտիվություն արել, այ շանտաղ արգելել ենք ու տրիբունալի տակ դատվել են անգամ բանը պատերազմը արդեն սկսած վիճակում, պատերազմը սկսել է իրանց հրամանը լավ չկատարելու համար, խախանդ պահել սահմանը, որի վրա պիտի հարձակվի գերմանական զորքը մի շաբաթից թե մի ամիս, նաև որ մի խախտողներն ա եղել։ Իրանց դատել են անգամ պատերազմը սկսելուց հետո, դե հա չեն նստել, որտեղ պատերազմում հանցագործներին են բերթերից բերում, ասենք ամնիստիա տալի, որ կարվեն բնականա զինվորին չէին դատի, բանա չէին նստացնի, բայց դատել են, կոչումի իջեցում, չգիտեմ, պարգևից զրկում, պարգև ավելի ուշ, օդպուսկ ավելի ուշ ստանալ։ Նույնը կարծում եմ հիմա թուրքական սահմանն է։ Թուրքական սահմանը խախանդ են պահում, որ իրանական զինված ուժերը, թե բանակը, թե ասենք քսիրը, սովորի որ ստե խախանդ է, երբ որ պետք կլինի, ասենք հակաօդային ինչ-որ համարկարգ, պետք է էլի, անդե շատ է խոցվել, ստեղից պակասացնի, արտիլերիայի կարիքը լինի, ասենք խոսքի ծովածոցի կողքը, ստեղից տանի, ոչ թե սաղ տանի, ստեղից պակասացնի, նոսրացնի, այն աստիճան խախանդվեն պարսիկները այս ուղղության վրա, որ երբ որ ստեղից ցամաքային օպերացիա սկսի, իսկ ցամաքային օպերացիա ստեղից բացի, այդ օկուպացված հայկական հողերը, նկատի ունեմ Արցախի օկուպացված հողերից մեկ էլ Վանի վիլայետ կոչված, ասենք Վանի եւ Արշտոնիկի հայկական օկուպացված հողերի կողմից ուրիշ տեղ չկա, որտեղ մեջքը հարձակվողի ապահովա լինելու։ Իրաքի կողմից հարձակվելուց մեջքի հետևա լինելու է մի քանի միլիոնանոց շիա պարտիզանական շարժում, քրդերի կողմից բանա այդ մի փոքր Կրդստանի սարերի կողմից հարձակումը շատ կասկածելի է, քրդերն էլ այդքան ասենք բան չեն, այնտեղ մոլերանների տոկոսը։ Բանը CNN-ով հայտնեցին, յանի իրանց գաղտնի աղբյուրներից մեկը,
անի ԿՀՎ-ի ՑՌՈ-ի ասելա, որ իրենք սկսելու են Քրդստանին զինեն Իրաքի։ Իրանի քրդերին, որ իրանք ապստամբվեն։ Հա, Ապստամբվելը շատ կարևոր բաղադրիչ է այս ռազմական գործողությունների։ Հիշենք Կադաֆիի պատմությունը։ Եղավ բանի պատմությունը Սերբիայի, սրանից 8-9 ամիս առաջ այդ հունիսին, որ եղել էր։ Մենակ ռմբակոծում իշխանափոխություն չեղավ։ Կես տարի հետո բունտեր եղան, բայց իշխանափոխություն չեղավ։ Հիմա այդում է լիբիական սցենարը, երբ որ ռմբակոծում են եւ ներսը ինչ-որ ապստամբություններ պետք է լինեն։ Ապստամբության համար արվեց ամեն ինչ չէ, բայց շատ բան արվեց։ Ոչնչացվեց, ասենք, մանկական, ասենք, այդ կրծեր դբրոց աղջիկերքի, որպեսզի շատ մարդ հելնի, ու իհարկե բորբոքման մի մասն էլ լինելու է իշխանությունների վրա։ Հետո սկսեցին ոստիկանական բաներ, ոստիկանատներին խփել, հիվանդանոցներին խփել։ Ինչի համար ոստիկանությանը խփեցին։ Որ այդ բորբոքված մարդիկ, որ ասեն, այ անասուններ, մեզ լավ չեք պաշտպանում, իրանց կարգի հրավիրող չլինի։ Այո, շատ ճիշտ է։ Բայց եթե էտել չեղավ, էտել չստացվեց, քրդական սահմանը, ասենք, լավ պահվեց, չթողեցին զենք բերի, սպեսնաս խմբերը, որ ներթափանցում են։ Բայց մի հատ կարճ ասա, դա մեր համար ինչով է վտանգավոր, չէ՞ որ մեր արտաքին հետախուզությունը ասել է, օքեյ ասա։ Հիմա ասեմ, ցամաքային օպերացիան, որը որ արդեն այն մյուս փուլն է ու ավելի շատ Սիրիային է նման, ոչ թե ամբողջությամբ, ասենք, ցամաքային օպերացիան, այլ փոքր պրոքսիով եւ Թուրքիան բանում Սիրիայում, այն որ անվտանգության գոտի, անվտանգության բանը Իդլիբի զոնա եւ այլն։ Այդ ամեն ինչը մեր համար են ավտանգավոր, որ այսպես գոտի է ստեղծվելու թուրքական պետությունների, այդ անվտանգությունը մենք փակվելու ենք, ասենք, աշխարհի հետ շփվել Պարսից ծոցով Իրանի տարածքը անցնելով արտաքին աշխարհի հետ, բայց հիմա սահմանն է բացվել ոնց որ Ադրբեջանի հետ։ Բացվել է սահման, չէ։ Սահման չէ, բայց առև տնտեսական կապեր թուրքերի հետ էլ ունեինք, ասենք, Անկարայի։ Իսկ ունենալու ենք շատ անվստահելի երկու տնտեսական կապ, մեկը Վրաստանի հետ։ Վրաստանը ինչքան է հանում, ասենք։ Դե ժամանակ շատ ավելի շատ կհանի համը։ Իսկ թուրքերը կարող է, ասենք, համը չհանեն, երբ պետք է։ Դե հա, փաստացիում ունենալու ենք երկու կարող այս Օսման թուրքերի հետ էլ սահման հետ տնտեսական բաց։ Ամբողջությամբ թուրքերի ազդեցության տակ եղած սահման։ Վրացին էլ է թուրքերի ազդեցության տակ։ Ու արդեն չեն կարողանալու ոչ զենք բերենք, որտեվ կարող է կարողանա։ Բայց մենակ Թուրքի թույլտվությամբ է լինելու։ Կարող է զենք կարողանանք բերենք ոստիկանության համար էլեկտրաշոկ։ Հա, բանակի մասին է խոսքը։ Չէ, դե ինչ բանակ, այդ վաղտ մենք բանակ կամաց կդադարենք ունենալ։ Հա, պետք չի լինի երևի արդեն դրա։ Հա, մեզ թույլ չեն տա, մեզ խեղտելու հնարավորություն ունեցող թուրքերը մեզ թույլ չեն տա։ Այդ ցամաքային օպերացիան այդ դրանով է վտանգավոր։ Իսկ մեզ հիմա ձեռատալի շատ արագ ամեն ինչը բրծնի, համ տնտեսական առումով մեզ ձեռատալի, որ կամ Իրանը մի ուրիշ ձևի դիմադրում է եւ թույլ չի տալի բեյրութիզացիան իր երկրում լինի կամ սուրիազացիա, ասենց Սիրիայի նմանվի, լավ, եւ կայուն պետական համակարգ ունենում, ցամաքային օպերացիայի այնքան կայուն, որ թուրքերը լկտիության, ասենք, եւ պրեսի անգլիական եւ ամերիկյան պրեսերը ինչքան էլ լինեն, թուրքը վախենա հարձակվի, որտեվ կայուն է իր դեմը։ Մեզ դա ձեռքը տա, մեկ էլ մի ուրիշ տարբերակ, մեկ էլ մեզ ձեռքը տա շատ արագ իշխանությունը, ասենք, ձևավորվի նոր, ոնց որ հեգեմոնն է երկրագնդի ուզում Ամերիկան։ Դուս մեզ ձեռատալի կամ կայուն պետական մեխանիզմ, թեկուզ երկարաժամկետ պատերազմը լինի, ինչ լինի, կամ էլ շատ արագ փոխվի, այո։ Դե հələ որ այդ շատ արագը ոնց որ չի ստացվում, որտեվ այդքան բարձրաստիճան սպաներ վերասրեցին, այաթոլլային խփեցին, կսիրի հրամանատար դրի մյուս օրը Իրանը վերասրեցին, պաշտպանության նախարար դրեցին,
Լավ, հետո այսօր ինֆորմացիա եղավ, որ Մոսադի դեմ հատուկ աշխատող վարչություն ունեն իրանք, հակահետախուզություն, որի ղեկավարը Մոսադի կասկած կա, այս Այաթոլլայի փոխարինողն էր, ոնց որ առաջին անգամ ես իր բաներից եմ էտի կարդացել, որ տես կասկած ունի, որ Խամենեին կար։ Չէ, արդեն Խամենեին խփե, այդ վաղտ ինքը ասեց արդեն։ Ու այսօր կսիրնա արդեն պաշտոնական տվել, որ իրան ձերբակալել են այդ կասկածով, այսինքն արդեն հաստատված է, եթե մենք ավելի շատ ռազմական բանն ենք, ռազմականի ու ռազմաքաղաքանի շուրջ ենք խոսում, այն սկիզբը դե մի քիչ քաղաքական էր, հիմա մի քիչ ռազմական, ռազմաֆինանսական, Դե այդ ամեն ինչի վրով անցանք, արդեն ոնց որ պետքա վերջացնենք, էլի, այսօր սահմանափակենք։ Գրեթե բան չասենք, է ժողովրդին։ Կա մի հատ ուրիշ վատ բան, որը որ մեր երկրի հետ է կապված ցանկացած սցենարի դեպքում, թե փախստականներ կան լծվեն, սահմանը անցնելուց, թե ասենք թուրքերի կողմից ուղղորդվեն ու ռազմաճակատը, ասենք, օկուպացված Նախիջևանից կամ օկուպացված Կովսականից իրանք ուղղորդեն մեր մոտ փախստականներին, թե լինի, ասենք, հարձակում Իրանի վրա թուրքական երկու պետությունների կողմից, ցանկացածի դեպքում մենք ունենք որոշ պարտականություններ անելու անվտանգության առումով։ Փախստականների դեպքում, ասենք, պետք է որոշակի փախստականների համար նախատեսված շուտ տարածքներ հարթենք, նախապատրաստենք, որ եթե մարդկանց մեծ հոսք լինի, կանալիզացիա լինի արդեն պատրաստած, ջուր լինի, շատ-շատերը զարմանում են, ոնց սովետական միությունը կարողացավ 41 թվականին գերմանացիների հարձակման, ասենք, ներքո գործարանները բերեն մի քանի ամիս հետո արտադրանք տան։ Այն դեպքում, որ ստանոկի տակի բետոնը պետք է մի կես տարի թե մի տարի ամրանա։ Կարող է դրանից է, որ նախորոք էին արել։ Նույն ձևով պետք է մենք նախորոք նախապատրաստած ունենանք որոշ բաներ փախստականների հետ կապված, ռազմական բախումների դեպքում։ Մեկ էլ տեսար թուրքը ասի, Տրամփ ձյաձյա, այդ որ ասում ես հարձակվի, բայց Սյունիքի հարցը չլուծած ես ոնց հարձակվեմ։ Հայրին ասա, թող Սյունիքը գոնե ժամանակավոր տան ինձ։ Ու ժամանակավոր, ասենք, խոսքի մի 3 տարով Սյունիքը Տրամփը ասի, հայր, վերջացրեք, թե կարևոր հարցեր է լուծվում, Իրանի հարցն եմ լուծում։ Եկեք տրիպը բանով անցնի, տրիպը մի քիչ լայնացրեք, վայքի մոտով անցնի։ Կամ Երասխավանից միջև Մեղրի, այսպես, ինչ ենք անելու։ То есть մենք պետք է տարբեր վատագույն սցենարներ մեր գլխի մեջ ունենանք ու այդ վատագույն սցենարների դեմ հակակշիռներ ունենանք կամ մեղմացուցիչ տարբեր ծրագրեր։ Շաբաթօրը անվտանգության նիստ եղավ, ինձ թվում է այդ մի ժամվա մեջ հասել են սաղ այդ թեմաները խոսել։ Սաղ այս թեմաների շուրջ խոսալու համար մի ժամը ես էդի սարկազմ եմ անում, էլի։ Շատ եմ հետամանած դարս։ Մի ժամ է տևել, երբ որ քո միակ նորմալ հարևանը, նորմալ են առումով, որ քո շահերը իր շահերի հետ բռնում է, ինքը կրակի մեջ է ու դու մի ժամ ես քննարկում, կամ նախորդ պլաններ ունեին մշակած արդեն, թե փախստականներին ոնց կանեն։ Ես պլաններին դեմ չեմ, իմ ասածը նախորդ աշխատանքներ անելու մասին է, պլաններ, որ թուրքին կծեցենք ու իր մեջ կասկածում եմ, որ ինչ-որ նույնիսկ պլանել չկա, ընդհանրապես ոչի բանել չկա։ Չէ, դե գոնե պլաններ կլինեն։ Չէ, տեսնելով մեր քաղաքացիական պաշտպանությունը ինչ վիճակում է, մենք ոչի բանը գծած չունենք, կարող է տարբեր ստրուկտուրաներ։ Շատ պեսիմիստ ես, Պեսիմիստ չեմ, քաղաքացիները հաստատ չունեն։ Եթե կա էլ ոստիկանությունում կամ այնում կամ չգիտեմ ՊՆ-ում գրած քաղաքացին դրա մասին տեղյակ չէ, այսքան էդի չկա։ Ոստիկանություն, այն բան այդ ամեն ինչը կարող է պլանները ունեն, բայց ես կարծում եմ ունենալ պլաններ եւ ոչ մի բան չանել եւ պլաններ չունենալ, այո, դա նույն բանն է։ Եթե դու չես արել վարժանքներ, չես արել անհրաժեշտ աշխատանքները, ֆունդամենտ գցելը, ջուրը քաշելը, կանալիզացիոն, որ քրդերը օրինակ եկան այդտեղ կռիվ արեցին, պատահական ռումբեր մեր վրա չի ընկնելու, էլի։ Այդի ամենը ստից բանն է, որ դրա մասին չարժել խոսալ։
Էդի այնքան ստից բանա, մի հատ, երկու հատ, 20 հատ, 100 հատ ռում հավատա, շատ ավելի լուրջ վտանգներ կա, այդ նույն փախստականները, որ միլիոնով գան լցվեն ու ինչ են կանելու ստեղ 100,000 հոգի 10,000-ին էլ չեն կարալու, որտեվ չէ, դե 10,000-ին մի ձև կձգենք առանց ոչ մի բանի, հաշվի առնելով, որ ասենք ոնց մենք չգիտենք 10,000 ով է գալու, էլի։ Հա, то есть օտար ազգի եւ մենտալնեսով, քաղաքակրթությունով քիչ թե շատ հարևան ենք, շատ մոտիկ ենք, բայց նույնը չլինելով Արցախի հետ մի համեմատեք են, որ 120 արցախցիների Արցախցի նույնն է, նույն հայներ ու սաղ բարեկամ ունեն ստեղ մի ձև շատ արագ տեղավորված ես ինչ որ վաղուն, ինչ որ դուք, ինքը նույնն է կամ Արցախցի ջան, եթե դու ես նայող, դու նույնն ես ինչ որ ես կարճ ասած իրանցնից գալու է լրիվ ուրիշ մենտալնեսով մարդ եւ իրանց մեջ գտնելը ինչ որ եզրեր քո հետ եթե ինքը շատ է անհնար է լինելու ուրիշ է երբ որ իրանցին գալիս է հայկական շենքում բնակարանը առնում իր ընտանիքով ապրում է 50 բնակարանի մեջ ինքը կամած կինտեգրվի իսկ ուրիշ է երբ որ գան մի քանի տասնյակ կամ մի քանի 100,000 իրանցիներ նույնիսկ չեմ ասում Իրանի թուրքալեզու, ասենք թուրքացած ազարի ցեղը։ Դրա հետ էլ չեմ, ուղակի իրանցիներ։ Դա արդեն մեծ վտանգ է, որի տակից կարողա չկարանանք դուրս գանք։ Էլ չեմ ասում ռազմականը։ Այդ ամեն ինչի, սահմանապահ սպաները պետք է այս պահին մի ուրիշ ձևի սերտ համագործակցություն սկսեն այն Սյունիքի զորամասերի անձնակազմի հետ ու պետք է կամանձիրովկա ստանան ու այդքան ամիսներով ապրեն զորամասերում, որ սպաների հետ իրար անգիր ճանաչեն, պոստերը անգիր իմանան, որովհետև այդ փախստականներին, որ բրթեն մեր վրա, սահմանապահ գիտի ինչ անի, իսկ զինվորը, պոստ պահող, որը հրաման, եթե չէ, ուղակի գլխի մեջ ունի, որ ընդեղից ով գալիս է իր կյանքը խրելու։ Գնդացիրը խոտտած փրթի, ինչ ենք անելու խաղաղ բնակիչներին հիշում եք կեղծ Խոջալուի պատմությունը թուրքերը որ կոտորեցին մեր վրա են բրթում իսկ ստեղ հենց մեր զինվորը կկոտորի եթե նախորոք ինչ որ պատրաստություն չտենանք կարճ ասած աշխատել է պետք ու այդ աշխատանքը վաղուն ջայելը ասենք աշկերը սուրայիմից էլի ասենք չի տեսնում ուրեմն ես էլ երկար նայեմ էլի չեմ տեսնի պիտի մի քիչ ուշքի գանք, մոռանանք, եթե չմոռանանք, որ ինչ-որ ընտրություններ ա մոտենում ու դրան կարևորություն տանք, չկատարելով պետական կարևորագույն ֆունկցիաները, մենք կարող է լուրջ խնդիրների հանդիպենք։ Երևի այսքան վերջ։ Այսքանով էր ասենք ակտուալ մեր հաղորդումը չգիտեմ, մեզ նա թվում էր շատ կարևոր այսօրվա մարտի 4-ի համար։ Ստեսություն ձեզ։ Հաջողություն ձեզ։